Եվ Բայրամովի հայտարարությունը 3+3 ձևաչափով մասնակցելու վերաբերյալ ԱԳՆ-ից արձագանքել էին, որ քննարկումները գնում են, եւ Բայրամովը նաեւ նշել էր, որ չի տեսնում խնդիր Հայաստանը, որ մերժի այդ առաջարկը։ Կա որոշում, թե դեռ քննարկման փուլում է այս հարցը։ Այդ կապակցությամբ, եթե չեմ սխալվում, 2 օր առաջ ենք հայտարարությամբ հանդես եկել, որ նախորդ նիստին 3+3-ի նախարարական որոշում է կայացվել, որ Հայաստանում կամ Ադրբեջանում պիտի տեղի ունենա հաջորդ հանդիպումը, այս պահի դրությամբ վերջնական որոշում ձևաչափում, թե կհյուրընկալի ձևաչափի նախարարական հանդիպումը Երևան թե Բաքուն, վերջնական որոշում այս պահի դրությամբ չկա։ Այնուամենայնիվ, բնականաբար այս հարցի վերաբերյալ քննարկումներ ընթանում են, մասնավորապես արտգործնախարարների տարբեր հանդիպումների ընթացքում։ Պարոն Կոստանյան, մենք վերջերս այսպես հայտարարություն ստացանք, որ Եմեն Թրամփի ուղղում հայ մասնակցության ձևաչափը քննարկվում է ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այնինչ այդ ծրագիրը Հայաստանի տարածքով է իրականացվում, այլ որտեղ է երևում Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության վերաբերվող բոլոր գործընթացները բնականաբար նախ եւ առաջ քննարկվում են մեզ հետ, այդ թվում նաեւ Թրամփի ուղու հետ կապված։ Մենք Եմեն քննարկել ենք նման դիմում ներկայացրել, որ Հայաստանը Ինչի նկատի ունեք դիմում ասելու։ Դե ինչպես է դա երևում, ոնց է քննարկել, օրինակ Եմեն ասում եք մեզ հետ է քննարկում, ինչպես է դա երևում քննարկել։ Դուք հետևում եք ինչքան ինտենսիվ են Հայաստանի եւ Եվրամիության շփումները, հանդիպումները։ Ես ցիտում եմ Եմենից հետո եղած հայտարարությունը, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի Ավելի կոնկրետ ցիտեք, խնդրում եմ, որտեվ ես վստահեցնում եմ, որ մենք ունենք քննարկումներ Եվրամիության գործընկերների հետ, տարածաշրջանային ենթակառուցվածքների այս պահի դրությամբ մենք Հայաստանը շահագրգռված է Եվրամիության ներգրավմամբ ընդհանուր ապաշրջափակման գործընթացներում, ինչ վերաբերում է կոնկրետ Թրամփի ուղուն, ապա նախ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պիտի ձևակերպեն եւ թղթին հանձնեն շրջանակը մեր համագործակցության, որից հետո հնարավոր կլինի նաեւ քննարկել երրորդ կողմերի մասնակցության հնարավոր ձևաչափը։ Պարոն Կոստանյան, Ադրբեջանից պատվիրակություն առաջիկայում ժամանելու է քննարկելու Թրամփի ուղու հետ կապված հարցերը եւ այն ընկերությունը, որ պետք է այդ կոնսենսիումը կայացնի, այս ընթացքում քննարկումները ինչ փուլում են գտնվում, կա հստակ արդեն որոշված ճանապարհային քարտեր։ Բավականին ինտենսիվ քննարկումների մեջ ենք Միացյալ Նահանգների գործընկերների հետ ընդհանուր շրջանակը ձևակերպելու համար։ Պրակտիկորեն ամեն օր են այս քննարկումները ընթանում, հուսով եմ, որ շատ մոտ ապագայում կավարտենք այդ շրջանակի շուրջ բանակցությունները եւ հանրությունը արդեն կտեղեկացվի պատշաճամկետներում բոլոր մանրամասների մասին առաջին փուլի հետ կապված։ Երկրորդ հարցը մի հարց էլ տվեց։ Թրիփի հետ կապված այն ընկերությունը, որը Թրիփ ինտերնետ Ադրբեջանի հետ կապված։ Ինչպես նշեցի, այս պահին, եթե խոսքը գնում է Թրամփի ուղու մասին, ապա առաջնային մեր քննարկումները տեղի ունենանում ամերիկյան կողմի հետ, իսկ ադրբեջանական կողմի հետ ընդհանուր կարծիքների փոխանակություն ապաշրջափակման վերաբերյալ տեղի ունենում։ Եվ նավթամթերքը, որ պետք է գա Հայաստան, այժմ արդյոք Վրաստանի տարածքում է, ինչքան է հաշվելու տարանցման գինը Վրաստանը, որովհետև ըստ Պապոյանի մեկ անգամյա էր այդ տարանցի գումարի, այսպես չեղարկել է ժեստը, եւ որ ընկերությունն է ներմուծելու, ինչ կասեք սրա վերաբերյալ։ Տեղեկություն չունեմ, թե որ ընկերությունն է ներմուծելու, ինչպես գիտեք, առաջին փոխադրումը Հայաստան-վրացական կողմը բարեկամական ժեստ է արել եւ անվճար կիրականացնի, իսկ եթե հետագայում նույնպես շարունակվեն նման փոխադրումները, ապա թե վրացական կողմի հետ, թե ալտերնատիվ այլ ուղիների վերաբերյալ քննարկումներ կլինեն, դրանց մասին կլինեն պատշաճ հաղորդում։ Միայն Վրաստանից անկախ Թրամփի ուղու ծրագրից ռազմագերիներ եւ այլ պահովող անձանց վերադարձի խնդիրը մշտապես մեր օրակարգում է գտնվում եւ
քննարկումներ են ընթանում ադրբեջանական կողմի հետ երկկողմ, վստահաբար նաև մենք այս հարցը բարձրացնում ենք մեր միջազգային այլ շփումների ընթացքում։ Կոստանյան գերիներ Բազմիցս։ Պարոն Կոստանյան, վերջերս գերիների հետ կապված գործընկերության շարունակություն իշխանական պատգամավորներից մեկը այսպիսի հայտարարություն արել, թե իբրև Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռ է ուղարկել, որ Արցախի ռազմաքաղաքական գերիները վերադառնան, երբ թե նման բան եղել, որ հանրությունը չի իմացել։ Արդյոք նման հայտարարությունները ու այսպես մեղաթուներ գերիներին ասում են, որ ինքնություն գնան հանձնել։ Այն միջազգային հարթակներում բանակցությունում սա արդյոք վնաս չէ այդ գործընթացը։ Մենք կենտրոնացած ենք, որպեսզի մեր 23 հայրենակիցները բոլորը վերադառնան Հայաստան։ Ուղղաթիռ եղել է, թե ոչ։ Մանրամասներին չեմ պատմում։ Պարոն Կոստանյան, եւ ըստ տեղեկությունների Ադրբեջանը քննարկում է Բաքու, Ղազախ, Իջևան երկաթուղու վերականգնման հնարավորությունը, նման հարց օրակարգում կա։ Կան որոշակի քննարկումներ ընդհանուր ապաշրջափակման վերաբերյալ, այդ թվում նաև բացի Թրամփի ուղուց նաև այլ երկաթուղային հնարավորություններն են պոտենցիալ դիտարկվում։